Շնորհակալություն, բարև ձեզ, շնորհակալություն, որ եկաք տաղավար։ Ես գիտեմ, որ բավականին մանրամասն դուք ուսումնասիրում եք թոշակների հետ կապված եւ ոչ միայն իհարկե տնտեսական թեմաներով, այս իշխանության վերած աղետները եւ այս իրականության մեջ մանավանդ ամանորի նախաշեմին մենք հարցումներ էինք դնում մեծամասն թոշակառուները ներկայացնում են ինչ աղետալի վիճակում են, այդ 37-40 հազար դրամով մարդիկ դեղ առնեն, կոմունալներ վճարեն, նոր տարվան պատրաստվեն, թե ինչպես ապրեն։ Ավելի շատ թոշակառուներ առաջարկում էին Աննա Հակոբյանին, Նիկոլ Փաշինյանին իրենց այդ գումարը տան ու տեսնեն իրենք կարող են այդ գումարով ապրել, թե ոչ։ Եվ երեկ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ասաց, մեկը խնդիրները չի լուծվելու, 20,000-ով ինչի ավելացնենք թոշակները։ Հիմա պիտի խնդրեմ շատ մանրամասն այս թեման ներկայացնենք, ինչ է տեղի ունենում եւ ինչ սովի են մատնված մեր տարեց հայրենակիցները։ Շնորհակալ եմ հրավերի համար, ճիշտ ասած միայն մեր թոշակառուները չէ, որ սով են մատնված, այսպես ասած, այլ առհասարակ մեր ազգաբնակչության շուրջ 80% աղքատության շեմին է։ Ինչ վերաբերում է մեր կենսաթոշակառուներին, 63 եւ ավելի տարիքի մարդկանց եւ նպաստառուներին եւ հաշվանդամներին, այո, նվազագույն թոշակը Հայաստանի Հանրապետությունում 36,000 դրամ է եւ միջին թոշակը 47,000 դրամ է։ Առողջ տրամաբանությունն է, որ 36,000, 47,000 կամ 50-60,000 դրամ թոշակով առողջ մարդը հնարավոր չի ապրել 30 օր ամսական կտրվածքով, ուր մնաց, եթե նա առողջական խնդիրներ ունի եւ դեղորայքի գումար է տալիս եւ առհասարակ օգտվում է բուժ հաստատություններից։ Այն օրենքը, որը անցած տարի մասնակիորեն կիրառության մեջ էր, 12% ետվերադարձ, եթե կենսաթոշակառուն անկախի գնումներ է անում հանրային առևտրակետերից։ Եվ 2026 թվականի հունվարի 1-ից այդ օրենքը փոփոխության ենթարկվելով ուժի մեջ մտավ 20% ետվերադարձի օրենքը, սակայն Հայաստանի Հանրապետության շուրջ 600,000 թոշակառուները եւ այդ օրենքի նպաստառուներն շուրջ 660,000-ը, ինչու որտեղ նպաստառուներն են այդ օրենքի շրջանակներում ընդգրկված, եթե անկանխի գնումներ անեն իրենց թոշակի վրա 20% ետվերադարձ տեղի կունենա կատարված գնումների, բայց ոչ ավելին, քան 10,000 դրամը։ Եթե 12%-ի դեպքում 6,000 դրամ էր, ապա 20%-ի դեպքում 10,000 դրամ։ Միայն այն, որ 20% օրենք հասկացությամբ ուժի մեջ է մտել հունվարի 1-ից, բայց իրականում 20% ետվերադարձ չէ, մարդին իսկ այդ օրենքը մանիպուլյացիա է ընտրությունների նախաշեմին եւ այդ օրենքը թերի է։ Բացատրեմ մի փոքր ավելի մանրամասն։ Եթե թոշակառուն շուրջ 80,000 դրամ պայմանական թոշակ է ստանում եւ 80,000 դրամի գետ վերջի 10 դրամը նա անկանխի գնումներ է կատարում, ըստ առողջ տրամաբանության պետք է ետվերադարձվի 16,000 դրամ, բայց իրականում առավելագույնը 10,000 դրամ է, սա մեկ։ Երկրորդ, Հայաստանի Հանրապետության շուրջ 600,000 թոշակառուների գրեթե կեսը եւ ավելին չեն կարողանում այդ օրենքից օգտվել այնքանով, որովհետեւ օբյեկտիվ պատճառներից ելնելով պայմանները նախատեսված չեն։ Ինչու՞, որովհետև Հայաստանի Հանրապետության շուրջ 600,000 թոշակառուները եւ նպաստառուները ապրում են ոչ միայն Երևանում, այլ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Հետևաբար, մեր թոշակառուները չեն կարող գնումներ անել հանրային առևտրի կետերից, այսպես ասած խոշոր սուպերմարկետների ցանցերից եւ գնումներ են կատարում բակային խանութներից, բանջարեղենի խանութներից եւ տարաբնույթ այլ խանութներից կամ պարզապես փողոցում մեքենայով ապրանք են բերել եւ օգտվում են, ինչու որովհետեւ մաչել եւ բնականաբար հնարավոր չի պատկերացնել, որ քարտով մեր տարեց թոշակառուները կամ նպաստառուները պետք է գնումներ անեն եւ այսօր ես լսում եի Արսեն Թորոսյանին, աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարին, որ այս 20% ետվերադարձի օրենքից օգտվում է շուրջ 660,000 շահառուներից միայն 50%, այսինքն մոտ 360-370 հազարը։ Հետևաբար արդեն իսկ խտրականությունը եւ անբարոյականությունը այն փաստը, որ օրենք է ընդունվում ազգային գործադիր իշխանության կողմից մշակվում, հաստատում եւ ազգային ժողովում օրենսդիր մարմնում օրենք է ընդունվում եւ հաստատվում, բայց մեխանիզմները ստեղծված չեն, որ այդ օրենքից օգտվեն բոլորը անխտիր այդ 600 եւ 600,000-ից ավելի թոշակառուները եւ նպաստառուները։ Հետևաբար անբարոյական է
այդ օրենք մշակելու եւ այդ օրենքը հաստատելու եւ այդ օրենքը կիրառության մեջ մտցնելու սկզբունքը զույգ այն պարզ պատճառով, որ ծաղրում են նրանք մեր մեծահասակներին, մեր տարեցներին, որոնք իրականում սովետական միության ժամանակ ծնված քաղաքացիներն են, որոնք այսօր թոշակառուների բանակ են համալրել, ծաղրում են նրանց այն պարզ պատճառով առավել եւս, որ այդ օրենքից ոչ բոլորն են օգտվում։ Սա մեկ, երկրորդ, ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ասած 10,000 դրամ տամ ինչպես եք ծախսելու, ճիշտ ասած առիթ ունեցել եմ ոչ թե մեկնաբանելու, այլ պարզապես այդ անհեթեթ բառակապակցությանը մեկ բառով կարող եմ ասել, պարոն Փաշինյան, դուք որ 3 միլիոն դրամ, այսինքն ձեր ազգային ժողովի ղեկավարությունը 3 միլիոն դրամ падգամավորներին պարգևավճար տվեց, որը նվազագույն թոշակի 36,000 դրամ թոշակի շուրջ 6 տարվա գումարն է։ Դուք հարց տվեցիք ձեր падգամավորներին, այդ 3 միլիոն դրամը ինչպես եք ծախսելու, որ դուք հարց եք տալիս թոշակառուներին ուղղելով, թե այդ 10,000 դրամը որ տանք ձեզ, ինչպես եք ծախսել, վստահեցնում եմ ձեզ, այդ 10,000 դրամ այն գումարը չի, որ մեր թոշակառուները այդ 10,000 դրամը տեսնելով խելակորուս չիմանան ինչպես են ծախսելու։ Կարող եմ ասել ինչպես են ծախսելու, եթե դուք հեգնում եք մեր թոշակառուն, ես էլ ձեզ եմ հեգնում։ Հիփոթեք են ձեռք բերելու, խնայողություններ են անելու, տոկոսով փող են տալու, ոսկի են առնելու, այլասկան են գնելու, Թրամփից առաջ են ընկնելու։ Ինչ է նշանակում 10,000 դրամ տամ, ինչպես եք դա ծախսելու։ Կամ երկրորդը, ինչ որ թոշակառու է ձեզ նամակով դիմել, թոշակը բարձրացրեք, որ մենք կարողանանք տան ջեռուցումը ամբողջական կատարենք, եւ դուք ասել եք, եթե անգամ 20,000 դրամ տանք, միևնույն է այդ տունը չի ջեռուցվելու։ Պարոն Փաշինյան, իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք իրականում բոլորի մասին մտածում եք, բայց իրականում գաղափար չունեք առհասարակ երկիրը կառավարելու մասին եւ յուրաքանչյուրի դարդուցավը հոգալու մասին։ Հետեւաբար ի պաշտոն է դուք այդ պաշտոնը անիմաստ եք զբաղեցնում, սա մեկ։ Երկրորդը, թոշակառուների հետ կապված այդ օրենքը, որը մոլորության մեջ է գցել թոշակառուներին եւ պարտադրում են թոշակառուներին, որպեսզի այդ 2, 3, 4,000 դրամ յետ վերադարձի օրենքից օգտվելով ստիպված մտնում են հանրային խանութներ եւ գնումներ են կատարում։ Սիրելի թոշակառուներ, վստահեցնում եմ ձեզ, եթե դուք ձեր բակային խանութներից գնումներ կատարեք եւ ասեմ ավելին, եթե ձեզի կտրոն չտրամադրեն կամ քարտով չկարողանաք գնումներ կատարեք, այդպես ավելի շահավետ է լինելու անկախ ամեն ինչից, քան հանրային սուպերմարկետներից ուղղորդված դուք գնաք գնումներ անեք։ Եվ այսօր Արսեն Թորոսյանն ասեց, որ այդ յետ վերադարձի օրենքից թոշակառուների գրեթե կեսն են օգտվում, շուրջ 58%-ը, եւ միջինը 4,200 դրամ է յետ վերադարձ լինում։ Այսինքն 31 միլիարդ դրամ են նրանք նախատեսում կամ նախատեսել են, որ յետ վերադարձի օրենքով ձեզ բաշխեն։ Հետևաբար անարդար է տարանջատել, մի մասը կօգտվի, մի մասը չի օգտվի։ Դա անկեղծ ասած չեմ կարող պատկերացնել, ինչպեսի մարդ պետք է բարոյական սկզբունքների տեր լինի, որ նման կերպ հեգնի մեր տարեց թոշակառուներին եւ ասում են, եթե թոշակը մենք բարձրացնենք, մենք չենք բարձրացնում, որտեղ գումար չկա, մենք կարող ենք ավելի արդյունավետ մի բան անենք, դա որն է, որ 65 եւ ավելի տարիքի թոշակառուներին պարտադիր համապարփակ օրենքը, որը հունվարի 1-ից ուժի մեջ է մտել բժշկական, մեր տարեց թոշակառուներին արդեն անվճար բուժօգնություն են ցուցաբերելու, վիրահատություն, դեղորայք, բայց հետաքրքիրն այն է, որ այդ օրենքն էլ է անգամ իսկ թերի։ Ինչու՞։ Որովհետև տեսեք, նույն թոշակառուներին էլ է անդրադառնում։ Այս օրենքը, որը առողջապահության նախարարությունը 2025, 23, 24, 25 թվականին մշակեց եւ ուժի մեջ մտավ հունվարի 1-ից, դա թերի է այնքանով, առաջին, մեր բուժ հաստատությունները չունեն այդ հագեցվածությունը, սա մեկ։ Մեր բուժ հաստատությունները չունեն այն զինվածությունը եւ համատարած Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Ինչու եմ այս օրենքը հենց այս պահին մեջ բերում անում, որովհետև 65 եւ ավելի տարիքի մարդկանց է վերաբերվում, միշտ 18 տարեկան անչափահասներին է վերաբերվում եւ 200,000 եւ ավելի դրամ աշխատավարձ ստացող մարդկանց է վերաբերվում։ Եվ տեսեք, խոսքը գնում է 660,000 թոշակառուներին եւ անկախ տարիքից ծերծ անչափահաշվանդամություն ունեցող մարդկանց, որոնք նույնպես խոցելի
հասարակության շերտ տնեն։ Հետևաբար, եթե Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը մի օրենք է մշակում, որ Հայաստանի Հանրապետությունում 26 թվականին պարտադիր համապարփակ առողջապահությունը դառնում է անվճար, իրականում մեծագույն խաբկանք է։ Առաջին, Նախարարության նախարարությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք 7 տարվա պետք է ձևավորեր այն ինստիտուտը, որ Հայաստանի Հանրապետության բոլոր բժիշկները, բուժ հաստատություններում աշխատողները պետք է պարտադիր ապահովագրվեն իրենց գործատուների կողմից։ Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք այդ հարցը չի բարձրացնում եւ խորապես չի ուսումնասիրում։ Զարգացած երկրներում այդ համակարգը վաղուց ներդրված է։ Ինչու՞։ Եթե պայմանական Նայիրի բժշկական կենտրոնի աշխատողը իր աշխատանքի արդյունքում անփտություն է ձեռք բերում եւ հիվանդը հետվիրահատական խնդիրներ է ունենում, որը հանգեցնում է նաեւ մահվան, Նայիրի բժշկական կենտրոնը պետք է այդ ծախսերը հոգալ։ Այդ ինստիտուտի իմաստը այն է, որ բժիշկները, բուժ հաստատություններում աշխատողները պետք է ապահովագրված լինեն տվյալ կազմակերպությունների կողմից եւ իրենց աշխատանքի արդյունքում այդ խնդիրները, որ առաջանում են հիվանդի հետ, ծախսերը հոգա բուժ հաստատությունը, այլ ոչ թե քաղաքացին։ Եվ որն ամենակարևորն է, պարտադիր առողջապահական համակարգի ներդրումը 2026 թվականի հունվարի 1-ից չի աշխատելու, որովհետև ցանքը հստակ չէ առողջապահության ոլորտում եւ թե դեղորայքի, թե վճարման եւ թե առհասարակ Հայաստանի Հանրապետության անչափահաս երեխաների տարեստերի 200,000 դրամ եւ ավելի աշխատավարձ ստացողները ինչպիսի բուժ ծառայություններ են հասանելի լինելու եւ որն է լինելու անվճար, որը մասնակի եւ որը 30% այդ ընդհանուր օրենքի ծածկման շրջանակներում։ Եվ եթե նաեւ այս թեմաներից դուրս խոսենք հայ առաքելական եկեղեցու դեմ իրենց կողմից իրականացվող կեղտոտարշավին, ներողություն խնդրեց Հիսուսից, այս ինչի դրսևորում է, այս մարդը ինչ խնդիրներ ունի ձեզ եւ եկեղեցու դեմ այս արշավը ինքը դեռ որքան է շարունակել համեցել։ Ես ճիշտն ասած չեմ հասկանում ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետության, հատկապես ազգաբնակչության կողմից։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին բոլոր ժամանակներում հայապահպանության գործով է լցված եղել եւ մինչ օրս այդ առաքելությունը իրականացնում է։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր իշխանությունը ոտնձգում է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ վարքաբեկում է ոչ միայն կաթողիկոսին, այլ նաեւ մյուս այլ սրբազաններին, ունենք անազատության մեջ սրբազաններ եւ առհասարակ մեր կրոնին։ Իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը 18 թվականին իշխանության գալով նա ստացավ քաղաքական իշխանություն ըստ սահմանադրության եւ նա հասկացավ, որ ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում կա երկիշխանություն հասկացությունը, դա որն է քաղաքական իշխանություն եւ հոգեվոր իշխանություն։ Եվ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է նաեւ հոգեվոր իշխանությունը վերնախավը փոխել եւ կամակատարներով ենթարկեցնել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Թե որքանով կհաջողվի Նիկոլ Փաշինյանին այդ իր դավերի հետ կնքված այդ ինչ-որ համաձայնագրով, դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, բայց համենայն դեպս ես գտնում եմ, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ այս մեծածավալ արշավը ոչ այնքան պայմանավորված է, որ Նիկոլ Փաշինյանը Հռոմի պապիստ կաթոլիկ է եւ հավատքի հանդեպ այդպիսի մեծ հակում ունի, իմ կարծիքով նա հավատք չունի, այլ պարզապես հայ առաքելական Սուրբ եկեղեցին տիրապետում է միլիարդավոր դոլարների անշարժ գույքի տեսքով, հանգանակությունների տեսքով եւ ոչ նյութական արժեքների տեսքով, որը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում է, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Նա ուզում է ունենալ կամակատար հոգեվոր իշխանություն, ամրապնդելով իր իշխանական դիրքերը քաղաքական դաշտում, եւ նա ուզում է հասանելիություն ունենալ այդ միլիարդավոր եւ 100 միլիարդավոր դոլարների
նյութական եւ ոչ նյութական կարողություններին, ընդհանուր, ասենք, գաղափարը նրա դա է, թե եթե կհաջողվի Նիկոլ Փաշինյանին, Գարեգին II-ին քաղաքականությունից գցել եւ կամակատար դնել, վստահեցնում եմ ձեզ, որքանով որ ապականվել եւ բարոյազրկվել է Հայաստանի Հանրապետության իշխքաղաքական իշխանությունը, անհամեմատ ավելին բարոյազրկվելու է եւ այլասերվելու է, ցավով եմ նշում, հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ մեր հոգեվոր կյանքը եւ մեր հոգեվոր աշխարհը։ Շնորհակալություն։ Ես եմ ձեզանից շնորհակալ։